Բարևներ, սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է տրամադրությունը, իմը շատ լավ է, ես ասում եմ, որ միշտ լավ է ու լավ է լինելու, կան դե լինում է պահեր, որ տրամադրությունս մի պահ ընկնում է, բայց շատ արագ է վերականգնվում, շատ արագ, պայտակ աղասս նստում, տխրում եմ, մեկ էլ ոնց որ ինձ մեկն ասի, Գոհար, դա քեզ չի սազում, հələ մի հատ փոխվի կամ ինչ-որ ու սենց ակնթարթային տրամադրությունս փոխվում է, բայց դե մարդ ենք, բոլորս են մարդ ենք, ինչքան էլ որ ասենք թե ուզենաս, որ լավ տրամադրություն ունենաս, մարդ ենք էլի, մի բան այնպես չի լինում, կամ մտածելու առիթ է լինում, կան շատ բաներ, որ ցույց չենք տալիս, ժպտում ենք, բայց դե ամենայն դեպս մարդ ենք, ունենք պրոբլեմներ, հոգսեր, մտածելու բաներ, բայց թող այսպես էլ մնա, շատ գոհ եմ, փառքին Տիրոջը։ Շնորհակալ եմ սիրելի հետևորդներ բոլորիցդ, ինձ դեղամիջոցներ առաջարկելու համար, տղայիս առողջություն ցանկանալու համար, անչափ շնորհակալ եմ սիրելի հետևորդներ։ Տղաս ասեմ բավականին արդեն լավ է, կապնվել եմ, զրուցել եմ, տրամադրությունը լավ էր, փոփոխություններ կային, այնպես որ սիրելի հետևորդներ դեպի լավն է գնում, անչափ շնորհակալ եմ։ Այսօր երկուշաբթի էր, աշխատանքային ահավոր եռուզեռ օր էր, պատկերացրեք, համ ստեղ էս տորթերի տանն էր եռուզեռ, համ լավաշի արտադրամասում էր, ու սենց շարունակ չէի իմանում, որ կողմը ինչ, աշխատողներ ունեի գրանցելու, հաշվապահություն, մի խոսքով, այնքան եմ այսօր վազք կատարել, երևի 2 կիլոգրամ նիհարել է, եկել եմ աշխատավայր, Հայկնաս մաքուր ջանես ոնց որ հյուծվել ես, հա, արդեն, ասում եմ, բա, քո պահած քուրն է, սենց կլնի, Հայկ, ոչ անհանգստանում ես, ոչ զանգում ես, ոչ էլ հաց ուտելու ես հրավիրում, ասում եմ, վայ, լավ, նկատի կունենամ, վաղը կկանչեմ, հույսով եմ վաղը Հայկը ինձ հաց ուտելու կկանչի, հա Հայկ, անպայման գոհացա, չէ, թե չէ մենակ ուտում եք, քվորդ էլ մոռացել ես, չէ, մոռանալ չի լինի քեզ, որ սենց ասում եմ քուր, շատ հետևորդներ կան գրում են ասում են, բայց քո աղբոր անունը Հայկ չէր էլի, ճանաչում ենք, բան, ես էլ ասում եմ, որ բանն է, մենք իրար տես քուր աղբեր ենք դիմում, բայց որ մենք քուր ու աղբեր չենք, ու տես դիմանես, որ մենք իրար հետ էծև ենք խոսում, քուր աղբեր սիրելի հետևորդներ, մեր մոտ շատ լավ հարաբերություններ է, շատ լավ, ոչ աշխատանքային էլի, թող այդպես էլ շարունակվի, ես շատ գոհ եմ դրանից սիրելի հետևորդներ։ Այսօր ինչ եմ որոշել պատրաստել, նախ դրա հետ միառժամանակ տորթերել եմ պատրաստում, որովհետև ռեստորաններից պատվերել եմ ստացել խմորեղենի հետ կապված, համ խմորեղենը պատրաստել եմ, արդեն պատրաստվում է դուխովկի մեջ է, այդ արանքին էլ ասեմ, թե ինչ եմ որոշել եմ պատրաստել չիբուրեկ։ Չիբուրեկ եմ որոշել պատրաստել, բայց մինչև եկա աշխատավայր, որ արդեն պատրաստելու, իմ աշխատակազմը արդեն խմորը պատրաստել էր, սիրելի հետևորդներ, խմորը պատրաստել էր, բայց հոգ չի։ Ես հիմա կասեմ, թե ինչ ենք անելու խմորը ստանալու համար, 1 կիլոգրամ ալյուրին լցնելու ենք 600 գրամ ջուր, 20 գրամ աղ, 1 ճաշի գթալ շաքարավազ, 50 գրամ ձեթ։ Սիրելի հետևորդներ, ջուրը թող լինի գոլ աստիճանում, ոչ տաք, ոչ էլ բան, գոլից էլ թող մի քիչ սառը լինի։ Ես այս խմորը պատրաստում եմ, պատկերացրեք, պատրաստում եմ եւ դնում եմ սառնարան եւ օգտագործում եմ, ոչ մի բան չի լինում, սիրելի հետևորդներ, չենք կարող ամեն րոպե մենք ամեն վայրկյան խմորը պատրաստենք, պատրաստում դնում ենք սառնարան եւ օգտագործում ենք մինչեւ օրվա վերջ ու բավականին հաջող է ստացվում։ Տեսեք, այսպիսի փափուկ խմոր ենք ստացել, ինքը այսպես փափուկ լինի, որ լինի։ Ես կտրում եմ եւ խմորը կշռում եմ 100 գրամով, սիրելի հետևորդներ, 1 չիբուրեկի համար նախ կշռում եմ 100 գրամը, որը լրիվ նորմալ չափ է, շատ լավ սիրուն չիբուրեկի ստանալու համար։ Հեսա ես կպատրաստեմ 5 հատ չիբուրեկի կպատրաստեմ, որպիսի մինչև արդեն
առավոտյանը սպառված լինի, չլինի էլի, չմնա, որովհետև մենք սիրում ենք առավոտյան միշտ ամեն ինչը թարմ պատրաստել։ Այսպես կտրելու եմ, գնդեմ դնեմ հանգստանա, այսպես գնդեմ դնեմ հանգստանա մի քիչ որ նորմալ բացվի, գնդելուց հետո թողելու ենք 15 րոպե հանգստանա, որպեսզի նորմալ բացվի։ Այդ ընթացքում էլ ես արդեն միսը ցույց կտամ, թե ես ինչպես եմ պատրաստում միջուկը։ Ահա միսը, չիբուրեկի միսը, սովորական աղացած միս է սիրելի հետևորդներ, տավարին միսն է, խոզի սալով աղացած եւ մեջը համեմած է կանաչի է գցած ու համեմունքներն է լցած, ոչ մի ուրիշ արտարոց բան մեջը չկա, process-ը որ երկար չնկարահանեի, սովորական ոնց է դուք տանը միս աղում։ Միսը սալը կա համ աղ, պերեց եւ կանաչի, դա եմ արել ու հիմա ցույց եմ տալի, որ այդ աղացած մսին ես հիմնականում ինչ եմ ավելացնում եմ սոխ, մի հատ փոքրիկ գլուխ եմ նախատեսել, սենց մանր սիրուն կտրատելու եմ, սենց խոշոր, չեմ սիրում, որ սոխը ծյորկվում է չիբուրեկի մեջ, չիբուրեկի մեջ ընդհանրապես պետք է սոխը այսպես խոշոր երևա, այսպես ակի, որ մեջը երևա, պարտադիր, սիրուն կտրատելու ենք և ավելացնում եմ մեջը, այնն լացասնում եմ մեր սոխը, ասում է ինձ քիչ կտրտի, ճիշտ բան է ասված էլի, այդ ինչ են ասում, հանելուկ, ասում է, թե ինձ կիսես մաս անես, ինքդ պիտի արցունք թափես, տոչնի էլ ասված բան է, իրան կտրտեցի, իմ աշկերը ջրակալեց, հինեք բա սոխերը ես ինչ կծու սոխ են, հայք, որ սոխ ես մաքրում շաուրմի համար դու էլ ես ես Արոսիկն է հաղթենսլը Հա? Բայց ասեմ, որ նոր եմ էտ ամեն ինչը ծերպեր է, առաջ ես տենց չեմ, հայք, իրոք, առաջ իշքան սոխ մաքրեի, պատկերացնում, որ կիսաֆաբրիկատների ցեխում աշխատում էի, իշքան սոխ Հետո կիլոներով մաքրվում է։ Իշքան սոխ, երևի մի կես մեշոկը մաքրում էինք, ուրեմն բոլորը լացելով մաքրում էին, ես չէ, սոխը կլպում եմ, ասա զարմանում եմ, ասում են, աղջի չի մռմռում, աշկերտ, բայց հիմա արի ու տես, տենց է, մի հատ սոխ կտրեմ կամ մաքրեմ, սկսում եմ տես, փոխվել է։ Այն ոնց են ասում, старостный радость։ Մի հատ առաքիչ էլ ունենք, որ ասում ենք տարես ինչ բանը առաքել ես էլի տարարը, ասում են, էլ առաջվանը չեմ, հիմա եմնա, էլ առաջվանը չեմ, հարդեն աշկերը ջրակալում է, այսպես սոխը կտրատում եմ, մեկ էլ ինչ պետք է կտրատեմ սիրելի հետևորդներ, ուրեմն գնացել էի Արտաշատ մամայինցս տուն, մամաս մի հատ այսենց հետաքրքիր բան էր սարքել, ուրեմն պամիդորը, նայեք սենց ցույց տամ, պամիդորը հենց ինքը մայրիկս չորացրել էր, լոլիկ երկար պամիդորների մասին է խոսքը, չորացրել էր նախորոք, իրան լավ չոր, հետո ձեթով եւ համեմունքներով, ռեհանով եսի միջով, այսինքն ձեթային բանով փակել էր, ասում է սրանք շատ լավ համեմունքներ են, օգտագործում է ռեստորաններում եւ շատ թանկ հաճույք է, օգտագործում են չիբուրեկին, պիցային, շատ լավ առամատ է տալի եւ մի բան կա էլ ինձ ա տվել, հիմա ուզում եմ փորձեմ, տեսնեմ ինչպես է լինելու չիբուրեկի մեջ, կտրատեմ սիրուն ու ավելացնեմ, տեսնենք համը ինչպես է լինելու, ես առաջի անգամ եմ սա անում, առաջի անգամ ես համեմունքը ավելացնելու եմ, երկու հատիկ երևի անեմ, լրիվ հերիքա, հետո արդեն եթե տեսնենք համով է լավ է ստացվում, այս տարի անպայման զակատի սեզոնին անելու ենք, տեսնենք ինչ հետաքրքիր, ոնց որ տեսնեն թաց հաջիկայի նման լինի, ավելացնեմ մեջը ու անպայման մի հատ համը փորձելու եմ չիբուրեկի, որ հետաքրքիր է ինձ ինչ տեսակի է լինելու, հիմա մի փոքր ջուր ավելացնեմ, լցնեմ 1 կոֆեի բաժակ ջուր և խառնեմ, հետաքրքիր է այդ պամիդորով հայք ինչ համ կստանա, օրինակ մամաս ասում է, որ տենց օգտագործում են էլի ամեն այդ այս բաներին, շաուրմայի այդ մսերի հետ էլ են աղում լցնում, շատ համով ալնում, այդ աղում են լցնում, բաստուրմա որ դնում է, չէ, մեջը դրվում է, այդ տենց էլ շատ ասում է լավ լնում, փորձենք էլի, հեսա տենամ
Ինչա, եթե լավ համ կտա նորմալ կլինի, կփակենք այս տարի անպայման։ Պամիդորը չորացնելու ենք ու սարքենք, ձևերն է մայրիկիցս կիմանամ ոնց է արել։ Տեսեք, այսպիսի պնդությամբ միս եմ ստանում, ջրիկ չեմ անում, որ ինքը հեշտությամբ կսվի խմորին։ Այս հենց անեն, մի քիչ թողեմ, որ համեմունքայինները քաշի իրան, վրան սենց խաչ անենք, դնենք, թող համեմունքները քաշի իրան, հեսա սկսեմ բացել խմորը։ Երեք հատն էլ գցեմ, մեջը տեղավորեմ։ Երեք հատն էլ տեղավորվեց, որ մի քիչ մեծ ավախենում եմ կպնի իրար ծագի, դրա համար էլ հեռավորություն եմ պահում, ընդհանրապես 4 հատով էլ եմ գցել թխել, բայց հիմա ոնց որ մի քիչ ավելի մեծ է։ Թող թխվի, հեսա մի 2 րոպե էլ մնա, արդեն շուռ տամ, որպեսզի երեսը չտրակի, սիրելի հետևորդներ։ Այսպես։ Տեսեք, գցելուց քանի րոպե հետո շուռ տվեցի, անպայման շուռ տվեք։ Արդեն վсё եղել է, հանենք, սիրուն, հանելուց է, սիրելի հետևորդներ, շատ զգուշությամբ եք հանում, որպեսզի չծակենք խմորը, նուրբ, այսպես, պատրաստ է մեր 5 հատ չիբուրեկին, հեսա սիրուն ձևավորեմ ամանի մեջ ու ձեզ ցույց կտամ։ Ահա մեր չիբուրեկիները, սիրելի հետևորդներ, սիրուն, նախշուն, ոսկեզօծ չիբուրեկիները, Հայկ մոտիկից նկարի, թող տեսնեն, թե ինչքան լավ տեսք ունի ու ոչ մի ձեթային բան էլ չունի վրան, սիրելի հետևորդներ։ Ձեթը նախ ինչի չի լինում վրան շատ։ Ձեթը դուք պետք է արագ իրան ասում եմ, շուռ տակ առաջի իսկ անգամից համ փորը չի ձեզ բացում տրակում, համ եթե շուշու դու իրան շուռ ես տալի, ձեթը ինքը սկսում է շատ քիչ վրան հավաքել։ Ու աշխատեք, երբ որ ձեթի մեջից հանում եք չիբուրեկին, հանեք իրական տեսքով, որ տեսքը, որ դուք որ պետք է դնեք սիրուն երեսով։ Երբ որ այդ դիրքով եք հանում ձեթի մեջից, ձեթը համարյա թե վրան չի լինում խմորի, բայց շատն էլ կապված է նաև խմորի հետ, սիրելի հետևորդներ, այս խմորը, որ ես պատրաստում եմ, շատ լավ խմոր է եւ ոնց որ ձեթի մեջ թխված չլինի, հավատացեք, կարող եք փորձել եւ տեսնել, որ դա իրոք այդպես է եւ ձեթն է տաք վիճակում թխեք, սիրելի հետևորդներ, սառը ձեթի մեջ չփորձեք դնել, եթե դրեցիք, նախ խմորը կծանդրանա մեջը, ձեթը կքաշի մեջը եւ չի լինի այնպես, ոնց որ պետք է որ լինի։ Մենք այս չիբուրեկիները խանութում վաճառում ենք 300 դրամ, սիրելի հետևորդներ, ինձ թվում է, որ շատ նորմալ, շատ հասանելի, շատ մատչելի գին ենք դրել, ես իմ խանութում ես չեմ մտածում, որ կա մի այնպիսի ապրանք, որը ահավոր բարձր գնով ենք վաճառում, ես աշխատում եմ միշտ ապրանքը վաճառել մեր ժողովրդին հասանելի գնով։ Այսքանը իմ չիբուրեկիներից հույսով եմ հավանեցիք, թե խմորը, թե պատրաստման պրոցեսը, ես այս տեսակ եմ պատրաստում, սիրելի հետևորդներ։ Չիբուրեկի պատրաստման երևի մի 100-200 տեսակ կա, բայց այս տեսակը իմն է։ Կարող է շատ մարդիկ նայեն ու ասեն, որ այսպես չեն անում, այնպես են անում, այնպես են անում, ես համաձայն եմ, այո, կարող է այդպես անել։ Սա իմ տարբերակն է, սիրելի հետևորդներ, որ ձեզ ներկայացնում եմ, թե ես ոնց եմ անում։ Դուք կարող եք անել ուրիշ ձև։ Սա իմ տարբերակն է, որը փորձում եմ ձեզ ներկայացնել, օգնել, մի բանով էլ ձեզ ինչ-որ մի բանով էլ օգտակար լինեմ, կարող է հավանել, կարող ավելի լավ ստացվի, ինչու ոչ։ Ամեն ինչն է փորձելու վրա է, ամեն ինչն է սովորելու վրա է, ամեն ինչն է ստացվելու վրա է։ Այնպես որ սիրելի հետևորդներ, սա իմ տարբերակն է, որը մեծ սիրով առաջարկում եմ ձեզ։ Միացեք ինձ եւ պատրաստեք եւ հավատացեք, որ շատ լավ է ստացվելու։ Ես վստահ եմ 100%-ով։ Հայկ դու ոնց ես կարծում։ Վստահ եմ։ Վստահ ենք, որովհետև կերել ենք, անում ենք, փորձում ենք, տուն ենք տանում, աշխատողները պատրաստում իրանց տուն են տանում, եթե վատը լիներ, հաստատ ոչ մեկ չէր տանի իր ընտանիքի համար, սիրելի հետևորդներ։
Ձեր հետ Գոհարն էր, ձեզ շատ սիրող, ձեզ շատ սպասող Գոհարն է, որը միշտ կա ու լինելու է ձեր հետ, անկախ նրանից կան մարդիկ, որ չեն ցանկանում, կան մարդիկ, որ ասող նախանձում են, թող բոլորը մնան իրանց տեղերում։ Գոհարը կա, լինելու է եւ շարունակելու է լինել միշտ ձեր հետ։